Չափագիտության համաշխարհային օրը ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը նշում են նոր ձեռքբերումներով։ Մեր երկրի երկու զանգվածի և հարակից մեծությունների, ինչպես նաև ջերմային չափումների տրամաչափարկման լաբորատորիաները ձեռք են բերել միջազգային ճանաչում, հավատարմագրվելով Հունաստանի հավատարմագրման համակարգի կողմից։ Ջերմայինի մասով հավատարմագրվել ենք -30-ից 1200 աստիճանի միջակայքում չափումների, տրամաչափարկումներ իրականացնելու համար, զանգվածի մասով հավատարմագրվել ենք 1 միլիգրամից մինչև 2 կիլոգրամ չափումներ իրականացնելու մասով։ Հայաստանի չափագիտության զարգացման ռազմավարությունը հաստատվել էր 2020 թվականին։ Նպատակն էր մեր լաբորատորիաները ճանաչելի դարձնել միջազգային շուկայում։ Հենց այդ նպատակով պետք է ստեղծվեն ստանդարտացման և չափագիտական ժամանակակից հարկավորումներով հագեցած և միջազգայինորեն հավատարմագրված 6 տրամաչափարկման լաբորատորիաներ։ Աշխատանքներ են ընթացքի մեջ, որպեսզի Եվրոպական միության օժանդակությամբ հիմնադրվող 4 լաբորատորիաները հավատարմագրվեն Հայաստանի Հանրապետությունում, այնուհետև ստանան նույնպես միջազգային հավատարմագրում։ Չափագիտական կարողությունների հզորացումը հնարավորություն կտա արտահանման դիվերսիֆիկացիայի շրջանակում որակի նոր ստանդարտներ սահմանել, բարձրացնել ապրանքների և ծառայությունների որակը։ Սարքավորումները տրամաչափարկելու համար ստիպված են լինում դիմել այլ երկրների տրամաչափարկման կարողություններով օժտված լաբորատորիաներին։ Այսօր արդեն Հայաստանն ունի ազգային 14 էտալոն, որակի ենթակառուցվածքների զարգացման նպատակով կառավարությանն աջակցում է Եվրամիությունն ու ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը։ Մրցակցության բարձրացման և որակի կառավարման տեսանկյունից միասին կարևոր ձեռքբերումներ են գրանցել։ Դա կողմերի միջև գործակցության հրաշալի օրինակ է։ Չափագիտությունն ու ստանդարտացումը կարևոր նշանակություն ունեն պետությունների միջև համաձայնությունների ձեռքբերման համար, ինչը թույլ է տալիս հաջողությամբ գործակցել և զարգանալ։ Հայաստանը իր կարողություններով ևս զգալի առաջընթաց է գրանցել այս ոլորտում։ Այսօր մեր երկրի չափագիտական ենթակառուցվածքները շարունակ հզորանում են, ապահովելով տեղական և միջազգային շուկաներում մրցունակ ծառայություններ, ընդգծում է էկոնոմիկայի նախարարի տեղակալը։ Որակի ենթակառուցվածքների դերը անգնահատելի է տնտեսության մեջ, դա ընկած է տնտեսության հիմքում, որովհետև կապված ամբողջ արդյունաբերության, արտադրության, առևտրի դիվերսիֆիկացման այդ ամեն ինչի հիմքում ընկած են որակի ենթակառուցվածքները։ Ծրագրի արդյունքում Հայաստանը կկարողանա իրականացնել համապարփակ և օնլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, բարձրացնել արտադրանքի որակը, ընդլայնելով առևտուրը Եվրամիության և այլ արտաքին շուկաների հետ։ Բրիրմկրչյան Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։